Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Western Armenia շաբաթաթերթին 118-րդ համանadus եկալ։ Իրանը նախկին դիվանագետները զգուշացնում են տարածաշրջանը կաղնածա երկարատև կռվի ռճի։ Մարդասիրական փրկարար գործողություն Թեհրանում օդային հարվածից հետո միլիոնավոր տեղահանվածներ Իրանը մինչև Լիբանան, Շուշվա մինչև Բաքու, Հայաստանը ամենատարեց լրագրողի զարմանալի ուղին։ Ես օզյումում լուսեն ավտոմեքենայի մեջի ասե, ես ինչ ղաշենգյա Արցախը, հայացքն Արցախին Ավետ Բարսեղյան, ազատվեք չոր հազից։ Western Armenia շաբաթաթերթին 118-րդ համանadus եկալ։ Թերթի այս համարի շապիկին պատկերված է հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր հերոսներամինը աղբյուր Սերոփը։ Ինքը ծնվել է Տարոնա խլատ գավառի սողորդ շենում ու հալա Ջահիլ տարիքից աշկի անգալ խիզախությունով ու հայրենասիրությունով։ Սերոփը ձևավորում է զինված խումբ ու տրմա ժողովրդի ինքնապաշտպանության առաջամարտիկներամինը հատկապես 19-րդ դարի վերջի ծանր ժամանակաշրջանում։ Իր ղեկավարությունով կազմակերպվում են մի շարք մարտեր, որոնց շնորհիվ պաշտպանվում են հայկական բնակավայրերը։ Ժողովուրդը իրան անվանում է աղբյուր Սերոփ, իրեն կենսատու ու ոգեշնչող գործունեության հետի։ Ինքը հայտնի է ոչ միայն իր մարտական հմտություններով, այլև ժողովրդի հանդեպ ունեցած նվիրումով։ Սերոփի կյանքը ավարտվում է դավադրության հետևանքով, սակայն իրան անունը մինչ օրս շարունակում է մնալ հայկական ազատագրական պայքարի խորհրդանիշներամինը։ Western Armenia շաբաթաթերթը շարունակում է հրատարակվել մի քանի լեզուներով նպաստելով հայկական պատմության, մշակույթի ազգային հիշողության պահպանմանը, տարածմանը։ Իրանաքյոյնյա դիվանագետները զգուշացնում վեր Իրանը Ամերիկայի Իսրայելը միջև հակամարտությունը կարե վերածվել երկարատև կռվի ու ապակայունացնել Մերձավոր Արևելքը։ Լարվածությունը հատկապես Հորմուզանեղուցումը սպառնում է նաև համաշխարհային էներգետիկ հոսքերին։ Մինչ Ամերիկան ժամանակավոր դադարը հայտարարել հարվածներին բանակցությունների հետ Իրանը պատրաստվում է հնարավոր լայն բախման։ Փորձագետները կանխատեսում են վեր ճգնաժամը կարե էրկանինի։ Թեհրան օդային հարվածից վնասված բնակելի շենքում իրականացվել է հերթական փրկարարական գործունեությունը։ Իրանական մահիկի ընկերության տարածած վիդեոյում ըրվամաթահունցն փրկարարն փլատակների տակ հայտնաբերված տղամարդուն պատկարակին կապած վիճակով քշցնում ավերված շենքան։ Դեպքը տեղի ունեցավ այնպենից հետո վեր մայրաքաղաքը բնակելի հատվածների admin-ը ենթարկված է օդային հարձակման վերինդերդան շենքը լուրջ վնասներ է կրել։ Փրկարարական խմբերը անմիջապես ժամանան դեպքի վայր ու սկսան որոնողա փրկարարական գործեր, փորձելով հնարավորինս արագ դուսպերին փլատակների տակի մնացած մարդկանց։ Նման գործողությունները հաճախ իրականացվում են վտանգավոր պայմաններում, որովհետև վնասված կառույցները կարին ցանկացած պահի փրկվին։ Այնուամենայնիվ փրկարարները շարունակում են իրենց գործը փրկելի մարդկային կյանքեր։ Ամերիկա-Իսրայելը ռազմական գործողություններին դերդան Իրանում ու Լիբանանում ձևավորվել է խորը հումանիտար ճգնաժամ, մոտ 4 միլիոն մարդ տեղահանվել է, հազարավորները զոհվել են, վնասվել են տասնյակ հազարավոր քաղաքացիական կառույցներ, իսկ իրավիճակը շարունակում է վատթարանալ, սպառնալով ավելի մեծ ճգնաժամով։ 99 տարեկան Էմմա Պետրոսյանը Հայաստանն ժուրնալիստների միության ամենատարեց անդամը շարունակում ապրել է ստեղծագործական ակտիվ կյանքով, խնամքով պահելով իրան հալամ չհրապարակված գործերը ու հույս ունենալով դրանք գիրք դարձած տեսնել։ Արցախը Կարմիր շուկաշենից սերած Էմմա տատիկը կրթություն ստացալ Շուշի ու Երևանում, իսկ հետո իր մասնագիտական ուղին իրան տարալ Բաքու, այդտեղ գործարալ հայալեզու մամուլում, ղեկավարելով գրականության ու արվեստի բաժինը։ Ինքը հարցազրույցներ անցկացրալ մխել է հայտնի արվեստագետների հետ ու հեղինակալ է հարյուրավոր հրապարակումներ ու գրքեր։ Չնայած կյանքի դժվարություններին, բռնագաղթին ու կորուստներին ինքը պահպանալ է իր անվար հիշողությունը, սկզբունքները ընդգծել ավեր ժամանակակից լրագրության մեջի հաճախ պակասում է պատասխանատվությունն է էթիկա։ Սորել Էմմա Պետրոսյանը շարունակում ապրել է համեստ պայմաններում իրան հետ պահելով հարուստ ստեղծագործական ժառանգությունը ու Շուշվա հանդեպ անսպառ կարոտը։ Հայացքն Արցախին հաղորդման հյուրը Արևելյան Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն է։ Ծնվել է Երևանում, Շուշուտ իլել է Արցախում։ Իրան ամեն այցը Արցախ հատկապես տոնական օրերին առանձնահատուկ ունել Արցախ ցուցետի։ Մեհենգյուրան հետի շատ է տիժեր Հայաստանը մասին երկիրերը վեր հաղթանակ բառը կավեջ, վեր բառերը մենակ արյունա ու հերոսի մահ։ Այս արագ փոփոխվող աշխարհում շարունակում է պահպանել իր լավատեսությունը, վստահությունը, հվտալա վեր այդ վղից ծնված արժեքները մնայունուն ու միշտ առաջ շարժվելու ուժ տալու։ Եթե չոր հայզումըք դեղամիջոցներին դիմելի փոխարեն ավելի լավը անմիջապես սկսիկ բնական ճանապարհը բուժվելը, իսկ բնական միջոցներից ամենալավը չոր հայզին քյոմեգյանում ռեհանը։ Ռեհանը համարվում է համեմունքների թագուհին, վերը քյոմեգյանում լնդերի ու պերանի խոռոչի բորբոքումների, մրսատության ու հայզին վախտը։ Ամեն օր ռեհանի մի քանի տերևներ օգտագործեցիք որպես կանխարգելող միջոց։ Կարիք նաև ռեհանի չայ սարքիք։ Ջուրը իփեցիք ու լցրեցիք ռեհանի չրուցրած տերևներին իրան, թողեցիք խառնուրդը թմրվեմ 10 րոպե, քամեցիք ու խմեցիք չայը։ Սաղ շեբետ կանոնավոր ձևով խմեցիք էս չայը։ Սիրելի հայրենակիցներ, սովայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։